Զանգված, շարունակում ենք Q-Sharp-ի հրամանները, Q-Sharp լեզվի միջոցները, սինտաքսիսը, հետ դասերի այսպիսի խումբ ա գնում, ինչա զանգված, զանգվածը մյուս լեզուներին բացարձակ շատ մոտ ա ինքը, array-ը, փոքր տարբերություն կա, մի քիչ նման ա C-Sharp-ի string-ին որպես immutable տեխնոլոգիա, immutable նշանակում ա կարճ ասած մայր օրինակը իրավունք չունես փոխես, string-ը հենց այդպես էլ աշխատում ա, եթե դուք C-Sharp-ով եք ծրագրավորում, զանգվածը array-ը նույնպես immutable սիստեմա է, ինչ ա նշանակում, մայր օրինակին ձեռ չեք տա, բայց կոպիա կարող եք անել, այսինքն հաստատուն ա, read-only ա, տեխնոլոգիան ա, բայց նոր անուն ունի, immutable, ինչևից է, զանգվածը միևնույն տիպի, այս նույն նշանը տրվում ա, միևնույն տիպի մեծ քանակությամբ տարեր պարունակող համակարգ ա, որտեղ մենք կարողանում ենք ինդեքսով դիմել համապատասխան արժեքին, համապատասխան անդամին, տիպերը բազմազան կլինեն, կսկսենք կյուբիտից, կվերջացնենք int կամ bool-ով եւ այլն, թույլատրվում ա, immutability-ությունը եւս մի անգամ նշեմ, անփոփոխ են, այսինքն մայր օրինակը, մայր օրինակը չի արել, կոպիա կանեմ, փոփոխեմ, քո կոպիան կտանեմ այդտեղ, ինչու, տեխնիկապես կոմպիլյատոր եւ լեզու ստեղծողները իրանց հնարավորությունների բազիսը ունեն եւ ունեն իրանց հնարավորությունների տարբերակները կիրառում են, մենք օգտվում ենք, բացատրությունը այդքան տեղին չի, շատ լավ, ուրեմն ստորակետով կարող ենք բաժանել, for cycle-ով կարող ենք վերցնել, որը մեզ համար կդառնա իտերատոր, կտեսնենք ինչպեսին ա, մեր իմացած array-ն ա, եթե ուզում եք array-ը լավ հասկացվի, թերթում եք կայքը, նշեմ, որ մեր բոլոր լեկցիաները կան alb.com-ում, վիդեոները կան alb.com-ում, այնտեղից լավ playlist ա ստացվում, այնտեղ C# 1-ում զանգվածների դասից կարող եք այն մոտեցումը, որը ըստ ապագայի ես տալիս եմ, որը որ հետագայում նույնիսկ հասել այստեղ, զանգվածի մասին ոչինչ հիմա չենք խոսում, բացատրությունը նույն տիպի, նորից եմ կրկնում, նույն տիպի տվյալների հավաքածու է ինդեքսով աշխատացնելու համար, շատ լավ, entry point ունենք մնացածը չեմ ասում, operation-ը ասում ա որտեղից սկսել, անունը դրված ա, ենթադրենք անուն դնենք Q-Sharp, unit, վերջապես մենք void-ին տեսանք, էլ ենք տեսել, բայց արդեն սահմանել ենք, այսինքն ոչինչ չի վերադառնում, դուք ստեղ return չեք տեսնելու, շատ լավ, let numbers, այս փակագծերը նշան են, որ մենք let ենք արել, դեռ տիպը չէինք որոշել, այս թվերը տալուց հետո ինքը դարձավ ամբողջ թիվ, print array number, ես ճիշտ ասած չեմ աշխատացնել, թեկուզ մի անգամ կարելի աշխատացնել եւ փորձել էլի բացատրելով գնալ, քանի որ պատասխանները կա, անիմաստ ա, ասենք run անել, փորձել մի հատ էլ տեսնենք կոնսոլը ինչպես ասենց գեղեցիկ տալիս, ինչևից է, ինքը կաշխատի 101%, print array, սա ինչ-որ մի բան ա, ֆունկցիա ա, ինչ-որ մի անուն ա, հրաման չի, ես եմ հնարել ու ես, operation եմ անունը դրել, ֆունկցիոնալ ծրագրավորում, մեր C# տեխնոլոգիա, ինքը որևէ տեղ կոդն ա նկարագրված, անունն ա նկարագրված, պարամետրներն ա նկարագրված, ահա շատ նման ա, եթե մի բան նման ա, մենք շատ երկար չենք մնա, հետադարձ կապ, գնալ C#, սովորել C# 1, C# 2, կայքում գոնե ներդրված են բոլոր օրինակները, փորձեք այդ օրինակները հասկանալ, ինչևից է, եթե մենք տանք այսպիսի նշան, ապ ինքը այստեղ իտերատոր կունենա for միջև նախավերջինը, նու վերջինը տենց վերցնենք, եւ ինձ ցույց կտա համարը եւ ցույց կտա ինչ կա մեջը, այսինքն սկզբից ինձ ցույց կտա, տեսեք ես ձևավոր փակագիծը ասում ա փոփոխական այստեղ ենք տեղափոխում, սա C ձևն ա, կա C++ ձև, կա, նու այստեղ C# C ձևն ա ավելի շուտ, C-ից ա եկել, C# ձևը այս ձևը, որ մենք ընդհանուր տեքստը գրում ենք եւ տեղավորում ենք իրեն այսպիսով C-ից վերցրած C#-ացրած ա, C++-ի console write line message-ները, բանով ա, պլյուսով ա իրար կողմ դնում, ինչևից է,
Այ սա նշանակում է 9 կտա փոփոխականը, սա նշանակում է մեջինը կտա այսպես ասած ֆիգուրնի փակագծերը, հենց ձևավոր փակագծերը ցույց են տալիս, որտեղ է տեղադրում այս string-ի մեջ։ Ինչևից է, ինքը հաստատ ցույց կտա անդամները, ցույց տվեց սա։ Ինչպես C# length ունի բանից սպառսումը, երկարությունը ցույց կտա հաստատ 5։ Տարերի կոպիա եւ կրկնապատկում։ Հիմա ես ուզում եմ կոպիա կատարել, ինչ առնում, mutable եմ սարքում, չմոռանանք, որ հետագայում set-ով ուզելու եմ, ցանկանալու եմ փոխեմ, integer տիպը new-ով նշում ենք, new-ն այստեղ նույնպես օպերացիա է գալիս, վերցրած է կլասիկ ծրագրավորման տեխնոլոգիաներից, new-ից տեխնոլոգիան մի ամբողջ մեծ դաս է, պարզ է, ուրեմն ես կարող եմ դուբլետով վերցնել, այսինքն ես կարող եմ mutable-ով վերցնել սա եւ կոպիան կատարել։ Այսինքն ինչ եմ ստեղ ես ուզում ասեմ։ Մի հատ նոր հրաման կլինի, որը ես կփորձեմ բացատրել որոշ ժամանակ հետո։ Կփորձեմ բացատրեմ, այ Ասաստանիշը դրա մասին։ Սա բարդ հրաման է։ Համարենք, որ քանի որ ինքը mutable է, ինքը պետքա կոպիայի հետ աշխատի։ Դրա համար ես պետքա տարերի կոպիա անեմ ու փոփոխեմ, այդպիսի հրաման այս է, որը որ ներքևի ես մի քիչ առաջ կնշեմ, մի քիչ հետո կնշեմ։ Այսինքն այս տեխնոլոգիան ասում է, որ դու կոպիա ես ստեղծում, քանի որ mutable է, չի կարելի մայր օրինակի հետ աշխատել, եւ անդամները փոփոխված, որևէ անդամ փոփոխված ավելի շուտ։ Ինքը այս ամբողջը կտա, եւ եթե print անենք, կտա ինչ, երկու անգամ, տեսեք, երկու անգամ մեծացնող, այստեղ double-it նշանակում է երկու անգամ մեծացնող տեխնոլոգիա։ Double-it-ը ոչ թե կոպիա բառն է, կոպիան առանձին միտք է։ Այստեղ ուղղակի երկուսի պատճառով մենք փոփոխականի անունը կդրենք double-it։ Կարևոր չի, երկու անգամ արժեքները մեծացրու ինձ տուր, ցիկլով անցնելով վրայով։ Խնդրեմ, կտա այս արտահայտությունը այս սրա ձևով, երկու անգամ մեծացրած։ Շարունակենք, mutable total 0 եւ փորձում եմ ուրեմն numbers at մեր մայր օրինակից փորձեմ set total-ին տալ, այսինքն ես հենց հիմա գումարում ենք տարերը, parse-ը mutable-ը նախնական, set-ը հետո փոփոխական եւ ստացվում է, որ ես տարերը կարող եմ գումարել։ Սրա արդյունքում 150 կստացվի։ Արդյունքը կնայեք, եթե Ctrl F-ին մենք կատարենք, այդ 150-ը ինչ որ մի տեղից կգա, խնդրեմ, 150։ Եվ վերջինը ու մենք նույնպես այս հրամանի բացատրությունը կփորձենք օգտվել լեկցիայից, որը մի քիչ հետո ես կնշեմ։ Շատ լավ։ Եվ ինչա կատարում այստեղ, ես այստեղ կոնկատենացիա պետքա կատարեմ, ուրեմն ինչա կատարում, string s-ին ես մուտք եմ տալիս array-ից եւ կոնկատենացիա գալի, այսինքն s փոփոխականը կպցնել ss string-ի հետ։ Ինքը այս թիվը կկպցնի սրա հետ։ Մենք string-ներում անցել ենք կոնկատենացիա կոչում, այսինքն մենք փորձում ենք ոչ միայն տողեր ստանալ թույլատրվում է, տեսեք integer string, այլ ես կարող եմ նաև կոնկատենացիան։ Սրա օրինակը ցուցադրված չի, որտեղ իմաստ չունի։ Սրա string-ը հենց ինքն է, սա թիվ է, բայց իր string-ը հենց նույնն է, այսինքն մենք կարող ենք նաև string ստանալ, որը եթե ասենք ծրագրային մի տեղում մեզ պետք է գալի, new string ստացվեց, սա new integer է։ Այս պատասխանը չկա իմ օրինակում, որքան գիտեմ չկա, տեսեք սումից հետո գալիս է միայն կոնկատենացիան, ուղղակի, ես այդպես հիշում եմ։ Այսով եւ վերջինը ամենակ, որ ես կոնկատենացիա կատարեցի, այսինքն string-ը կպցրեցի հարևան string-ի հետ, ես կարող էի նույնիսկ այստեղ գրել ss-ի փոխարեն, գրեմ ենթադրենք 11 եւ աշխատացնեմ։ Հիմա ինքը կթարգմանի էմուլյացիոն ռեժիմ, դրա համար դասախոսը մոտ 3-5 վայրկյան հանգստանում է, տեսեք 10-11, սա բացարձակ այդ թիվը չի, 10-ը անդամը կպցրել է 11 սիմվոլների հետ, դրա համար ինքը թիվ չի, ինքը միանշանակ
կպծնումը անդամները։ Փոքր օրինակ էր, բոլոր վերօրինակները կամաց մեզ կօգնեն մենք հարստացնենք մեր գիտելիքը պրակտիկ հրամանների միջոցով։ Էլ եմ ասում, լեզուներ շատ կան, ամենաարտահայտվածներից Qiskit-ն, IBM-ն է տալիս, որը շատ, ասես նորմալ, ընկալելի լեզու է, սակայն իմ առաջի դասը այսօրվա ընդհանրապես Q-Sharp programming-ի, որ Visual Studio-ն մի մեծ համակարգ է, տրամաբանությունը միտեղ գրելով, մնացածը բաշխելով տարբեր էլեմենտների միջև։ Մյուս լեզուները չունեն այդպիսի հնարավորություն։ Սիստեմային այդպիսի մոտեցում չկա։ Հիմա հրամանի բացատրություն։ Քանի որ ինքը mutable է, այս հրամանը անունը կապ չունի, set-ը գիտեք ինչ արդեն, անունը բացարձակ կապ չունի, այս հրամանը բացատրվում է մեզ մոտ հետևյալը, այս հրամանը Q-Sharp-ի հատուկ օպերատոր է, որ նշանակում է copy and update, ամբողջ իմաստը կոպիա անել եւ վերափոխել, ստեղծիր նոր զանգված հիմք ընդունելով հինը, բայց որևէ տար փոփոխված, այս է եմ ուզում ներկայացնեմ ձեզ հրամանա, գրված է, սովորում ենք, չկա բացատրություն, ինչու այդպես արած, իմաստ չունի, հավատում ենք կոմպիլյատոր ստեղծողների էներգիային, արդիկ գտել են, մասնագետները այդպիսի անցում են կատարում, ինչևից է, ես այս հրաման տեսնեք, չվախենակ, copy and update-ը, mutable զանգվածները փորձում է այդպես կատարել, այս հրամանը ին հավասար է զանգվածի ինդեքսի տեղում գրի երկու անգամ արժեքը, ոչ մի հարց, սա կլասիկային է, շատ մոտիկ այս երկու հրամանները ես բացատրած դուրս եկա, W-ն գիծը մեզ անհրաժեշտ էր փորձել եւ իմանալ։ Եվ ամենավերջում զանգվածներից։ Այդ զանգվածները հետո range-ին կանցնենք։ Q-Sharp-ում զանգվածները mutable են իրենց էության։ Q-Sharp-ի դիզայնը խրախուսում է կանխատեսելիություն եւ անվտանգություն, սա շատ կարեւոր է։ Ահա իմաստը այն է, որ դու պետք է կանխատեսելի լինես, որտեղ ինքը արդեն հավանականային է, գոնե կլասիկայում կամ որոշ տեղերում կանխատեսելիությունը պաշտպանվում է, սա վերացական աբստրակցիա է, ուղղակի լսում ենք, անցնում ենք, դժվար թե գիտակցենք, ուրեմն կանխատեսելիությունը մեզ պետք է բանից պարզում է, սա ընդհանրապես ես ասեմ, որ object-oriented միտք է, կանխատեսելիությունը գուշակել, անցնել, դրա համար հենց այս կանխատեսության այս վառ ձևը չկա, ինքը mutable է, փոխարեն դրված է այս օպերատորը եւ ինքը վերահսկում է դրան, այսինքն դուք մի mutable-ը, դուք ամբողջին չեք ենթադրաբար ամբողջի մեջ չեք կատարում RAM-ում փոփոխություն բան կատարելու, կարճ ասած, եթե ես ինտուիտիվ ասեմ, ինքը հեշտությամբ վերցնում է մի այլ տարածք, այնտեղ կոպիան անում է ու աշխատում, էլ չի ընկնում այն ինդեքսների աշխարհը, որ մեզ pointer-ներով պետք են գալիս։ Array-ի այս մասին շատ լավ մյուս լեզուներում էլ մեր C#-ում էլ շատ լավ համընկնում է, մի հատ range-ի մասին, range ասեցի, ոստիկան դառա, range համակարգը։ Range համակարգը դա ուրեմն միջակայք է ցույց տալիս, այսինքն անունն է range եւ օրինակ C#-ում range class գոյություն ունի, ինքը ասում է, որ դուք կարող եք start step stop, այսինքն որտեղից սկսել եւ որտեղ ավարտվել, այսինքն եթե դուք իտերացիա եք անում, for cycle եք անում մեր լեզվով ասած, սկզբից մինչեւ վերջ չէ, դուք կարող եք մասնատել արանք եւ դրա փորձով տալ, նու լրելությամբ պարզա step-ը գալիս է 1, եթե հատենք բացական, նույնպես կարող է աշխատել ունենա սկիզբ վերջ, տարբեր կոմբինացիաներով մեզ հետ ինքը կաշխատի, կարևորը, որ մենք range-ով միջակայք ենք ստանում, եթե հիշենք C#-ը, for each-ը ասում էր, որ ինչ ընկելա ձեռքս պետքա կատարեմ, array-ի, նախկին թեմաներում էր, բայց հետագայում range-ը մտցվեց Visual Studio-ում եւ ասեց for each-ն էլ իրավունք ունի մաս աշխատի, ամբողջությամբ կարդալու տեխնոլոգիան զարգացրել են։ Եվ երկու փոքր օրինակները մեզ կարող են եւ շատ պարզ թվալ, եթե չասեմ պրիմիտիվ, բայց դրանից պետք չի վատը զգա, այնքանով, որ ուղղակի ամեն անգամ կրկնում ենք, որտեղ կրկնությունը գիտության հետ կապ ունի։ Operation void-ը մեր իմացածով, array-ը կա, հիմա
range եմ արել 0-ից 4։ Ինչ նշանակում բոլոր անդամները range եմ արել 0-ից 2, այսինքն 10-ը եւ հետո 4, այսինքն 20-ը թռավ եւ 40-ը։ Այսինքն step ստացվեց զույգ step-ով, այսինքն 0, 2 step-ով մինչև 4։ Խնդրեմ, 2 step-ով նույնն է տալիս, այսինքն միջակայքը չի վերցնում։ Այնտեղ ասացինք start, step եւ stop, չէ՞, վերջնականը։ -1 ընդամենը շրջում է իրար հետևից, step-ը 1 է սարքում ըստ հակառակ հաջորդականության, -2 step-ը սարքում է 2, այսինքն քայլը 2 եւ աշխատում է։ Եթե դնեմ այսպեսի, սկսում եմ 1-ից քայլը 2-ով մինչև 9, սա էլ ուղղակի հիշեցման համար է։ Ուղղակի ձևի համար փորձեմ իրան աշխատացնել, ինչ որ մի բան երևի կտեսնենք, կուրախանանք, որ այս մասը, range-ի այս մասը կամ այս կոդի մասը մենք նույնպես ուսումնասիրեցինք, 1-ից 9 տվեց, խոսելու բան չկա, ընդամենը 2 step-ով է, եւս մի կրկնություն, for-ի հետ համեմատելու կամ for-ի միջոցով օգտվելու համար։ Քյուբիտներով փորձենք սա նույնը կատարել կամ նմանատիպ ինչ որ մի բան, բացարձակ հեշտ, բացարձակ պարզ, բացարձակ հանգստություն պահող տեխնոլոգիաներ են եւ ունենք ուսանողներ, որոնք շատ են սիրում պարզից հասնել բարդին։ Operation, entry point ուրիշ տեղ է, այստեղ նաեւ նշվում է, որ դու կարող եք operation-ը, որին կանչում եք, տեղը ներքև չլինի, այսինքն ջրապատ, վադապատ, water տեխնոլոգիան, որը որ ֆոնեյմանը տալիս է, որ հրամանները վերևից ներքև կատարվում են հաջորդաբար։ Սա ֆունկցիաների տեղը փոխելով կարճ ասած թույլատրվում է։ Ինչևից է, operation-ը այստեղ է, ինքը ադամար է անում, այսինքն 50%-անոց կախված քյուբիտ վիճակ, 0.1 հավանականությունը դառնում է 50%, մենք entry point ենք անում, void-ով ենք գալիս, եթե ուշադիրնեք, այստեղ void չկա, այստեղ, չէ, ներողություն, այստեղ էլ է void, ես պարամետր ուզեցի ասեմ, կա, ուրեմն այստեղ կա պարամետր, որ քյուբիտ է ստանում, սա void-ն է մեր իմացած, սա void-ն է, պարամետր չի ստանում սկիզբը, 8 քյուբիտ ունի, դիմում է այստեղ ադամարին, ստուգում ենք քյուբիտները եւ տպել արդյունքը։ Ընդամենը ես կարողանում եմ 0-ից 4 տեխնոլոգիայով, այսինքն step-ը, այսինքն for-ից 3-ից մինչև, այսինքն 3-ից հետո ստենց հաստացում։ For ենք անում, for-ը մենք եւս մի անգամ երևի հետագայում հաստատ մեզ իտերատորներով կհանդիպի, մենք դա կհամարենք ստացված։ Նորից եմ ասում, մենք սպասողական վիճակ ենք, տեսեք 3-ից 7-ը for-ն ենք որոշել, այսինքն էլի range-ի միջոցով 3-ից length ենք արել, 0-0-1-0-0, ինչու, հավանականությունը ստեղ ստացվեց ճիշտ ասած 4-ը 1-ի մի քիչ անարդար էր, հուսով եմ գոնե հավասար կլինի, 1-ը էլի 4-ը 1-ի, այստեղ արդեն, չէ, այստեղ էլ է 4-ը 1-ի, ինչու 4-ը 1-ի ինքը ադամար, ամեն դեպքում, ահա, վերջապես եկավ 3-ը 3-ի, սա ավելի ճիշտ է, այսինքն 50% հավանականությունը 3-ը 2-ի պետք է լիներ, 3-2 համակարգի միջոցով, այսպիսով, մենք փոքր ամփոփում զանգված եւ range-ը անցանք, որը բացարձակ շատ մեծ տոկոսայնությամբ համընկնում է մեր կլասիկ լեզուների հետ։